Մենք այսօր երեխաներ մի փոքր իրար հետ կզրուցենք, լավ, հիգիենայի կանոնների մասին, սա ինչ է? Ատամների մասին, ինչպես ճիշտ խնամել, ատամները լավ, ինչ գիտեք ատամների մասին? Առավոտյան երեկվան լվանալ, կեցեք, իսկ գիտեք քանի հատ ատամ ունեք? 32 Գիտենք, որ ատամները, երբ որ դուք դառնում եք արդեն 6-ից 7 տարեկան, սկսում է ատամները թափվել, տեսիք ձիաննային էլ ումն է թափվել։ Կեցեք, այսինքն կատն ատամները թափվում են, գալիս են ձեր ամուր ատամները։ Մենք պետք է իմանանք, որ ատամները պետք է լվանանք օրը 2 անգամ, առավոտյան և երեկոյան։ Առավոտյան լվանում ենք, որպեսզի մեր բերանից տհաճ հոտ չկա։ Քանի որ երեկոյան, երբ որ մենք քնում ենք, մեր ստամոքսը արտադրում այդպիսի մի հատ նյութ կա, որը որ տհաճ հոտ է գալիս առավոտյան լվանում։ Իսկ երեկոյան լվանում ենք, որպեսզի կերած ամբողջ օրվա սնունդը ատամներից մաքրվի։ 2 անգամ չեք կարողանում լվանալ, գոնե պետքա պարտադիր երեկոյան լվանալ, լավ? Որպեսզի ձեր ատամների վրա կարիես չառաջանա։ Ինչ հիգիենայի կանոններ գիտեք? Ատամները մաքուր պահել։ Լվացնել։ Եղունգները կտրել։ Մազերը կտրել։ Գիտեք, որ ընդհանրապես չի կարելի եղունգները ինչ անել։ Կրծել։ Այո, որովհետև եղունգի տակ կան մանրեներ, որոնք կրծելուց ինչ է լինում, անցնում է ձեր այո։ Կեցեք, այո։ Իսկ գիտեք ինչպես է ճիշտ պետք լվանալ ատամները։ Ներքևին է։ Ներքևից վերև։ Ատամները լվանում ենք ատամների նախատեսված խոզանակով և մածուկով։ Հիմա ընկեր Ալինայի հետ իրականացնում ենք գործնական աշխատանք։ Եվ սովորում ատամները ճիշտ լվանալ, որպեսզի ունենանք տաք ամուր առողջ ատամներ։ Վերցնում ենք երեխեք խոզանակը, հիշեք, որ խոզանակը պետք է լինի ձերը միայն։ Չի կարելի երեխեք ուրիշի խոզանակով ձեր ատամները լվանալ։ Խոզանակների վրա երեխաներ միշտ գրված է լինում տարիքը։ Այսինքն գնելուց պետք է ուշադրություն դարձնեք, որ վրան նշված լինի ձեր տարիքին համապատասխան, հա? Որովհետև ձեր տարիքի խոզանակներն ավելի փոքր են, ավելի նուրբ են մազիկները և չեն վնասում ձեր ձյունները։ Վերցնում ենք խոզանակը, վրան մածուկը մի փոքր ենք դնում, որովհետև շատ չի կարելի։ Հետո դուք մի հատ ցույց տամ, հետո դուք անես, վերցրու։ Վերևից, վերևի ատամները լվանում ենք դեպի ներքև, իսկ ներքևինը դեպի վերև։ Դրան ատամները լվանում են, որ առողջ